Ինչպես սովորաբար ծրագրի այս հատվածում արդեն մեր տաղավարում է Արմեն Չիբուխչյանը, բարև ձեզ Արմեն։ Անդրադառնանք այս օրվան, որը փաստորեն մայիսի վերջին երկուշաբթին է, հիշատակի օր Միացյալ Նահանգներում, եթե կուզեք։ Գիտեք ինչ, ունիկալ նախ անդրադառնանք այն մարդկանց, ովքեր իրենց կյանքն են տվել հանուն հայրենիքի, կլինի Միացյալ Նահանգների համար, կլինի Հայաստանի համար եւ շատ կարեւոր է, որովհետեւ Միացյալ Նահանգների համար էլ բազմաթիվ զինվորականներ հանուն այս պետության, հանուն պետության շահի իրենց կյանքն են զոհաբերել։ Նույնն էլ հանուն պետության, այսպես ասում, հզորացման։ Նույնը վերաբերում է Հայաստանին, Արցախյան առաջին պատերազմի, երկրորդ քարորյա, դե այսպես լավ թվերով չասենք, 44-օրյա պատերազմի զոհերին, որոնք իրենց կյանքը տվեցին հանուն Հայաստանի Հանրապետության։ Մեր նպատակն է նրանց հիշել, վառ պահել նրանց հիշատակը, ուրեմն եւ ամեն ինչ անել, որպեսզի նրանց զոհաբերությունը իմաստ ունենա։ Դա ամենակարևորն է, որ վերջում տարիներ հետո այդ մարդկանց անունները գրի իրոք որպես պետությունը փրկած Հայաստանին նոր, այսպես ասում, ծաղկունք, այսպես ասում, բարգավաճում բերած։ Մի խոսքով, այսինքն մեր ամբողջ նպատակն է շարունակել նրանց գործը։ Միևնույն ժամանակ իհարկե հարազատներին, այն մարդկանց, ովքեր ներդրում են ունեցել, ուրեմն մայիսի 26-ն է այսօր, նաև Արմեն Հովհաննիսյանի ծննդյան օրն է, որը վերլուծաբան, ուրեմն ցավոք ժամանակից շուտ, ուրեմն ողբերգական իրադարձությունների անով հեռացավ կյանքից եւ բոլոր այն մարդկանց, ովքեր հարազատները եւ բայց մի հետաքրքիր բան մենք Արուսի հետ խոսում էինք Միացյալ Նահանգներում դա այսպես բան չի բարբեկյուի է նաեւ այսինքն հետաքրքրական այն առումով որ մարդիկ վառ են պահում հիշատակը բայց չեն ողբում կոպիտ ասած այս առումով այլ հակառակը կարծես այսպես նշում են իրենց կենթանի տոնը հա տոն չասենք կենթանի օրը այսինքն չեն վերացում այսպես բանի տխրության օրվան, այլ հակառակը, հենց այդ վառ պահ։ Հանգստյան օրեր, այո, հանգստյան օրեր։ Այս մասին չի խոսքը, բայց այսօր իդեպ ինձ հետաքրքիր էր, ես երբեք դրան չէի անդրադարձել, բայց ամերիկյան լրատվամիջոցներն էլ են ասում, երևի չափից շատ է վտանգը, որ մարդիկ սկսելու են ավելի շատ այդ օրը մոռանալ իրական իրադարձությունների անհրաժեշտությունը, նշանակությունը, այլ բարբեկյուով տարվել, անդադ հիշեցնում են այդ մասին, որ սա սգալու հիշատակի օր է։ Թրամփն էլ հետաքրքիր բան ասաց, որ ժամանակի հետ նրանց հիշելը ավելի հիշողությունը ավելի է թարմանում եւ նրանց անունները չի, որ տպված են ինչ որտեղ, կարևորը այլ այն, որ մոտ 400 միլիոն ամերիկացի այսօր ապրում է այս երկրում եւ արարում։ Այո, այսինքն նրանց զոհաբերության շնորհիվ է նաև դա, սրա մասին է խոսքը, այո։ Հիմա գնանք Հայաստանի Հանրապետություն, այնտեղ էլ հետաքրքիր բաներ են տեղի ունենում, այսինքն շատ բուռն են իրադարձությունները վերջին երկու օրերին եւ համաժողով եւ հյուրեր, բավական հեղինակավոր հյուրեր, այսպես ասեմ, Սլովենիայի վարչապետը, գոնե Ֆրանսիայի արտգործնախարարը Հայաստանում են, նաև ասուլիսներ տեղի ունեցան, եթե հետևում էիք, ձեր վերաբերմունքը սրան։ Դե Սլովենիայի վարչապետը կարծեմ պաշտոնական այցով է, եթե չեմ սխալվում։ Պաշտոնական, բայց նաև մասնակից այո, չնայած ինքը այստեղ կա բանի թեմա, այդտեղ պաշտոնական այցով վարչապետ կարող է լինել, թե չի կարող լինել, այստեղ էլ ինչ-որ բաներ կա, որովհետև փաստացի երկրի ղեկավարը, այսինքն սիմվոլիկ առումով համարվում է նախագահը եւ այլն։ Մի խոսքով, տեսեք, նայած որ տեսանկյունից եք դեպ, եթե մեզ համար ինչ որ երկրի լիդեր գալը դա համարվում է հեղինակավոր, մեր նպատակավորն է հասկանանք ինչ հարց ենք մենք լուծում այդ համաժողովով, ճիշտ է։ Մենք այդ համաժողովով ցավոք սրտի, այսինքն այս կազմը որ կա, մենք հարց չենք լուծում։ Ուղղակի, որովհետեւ Ֆիցոն գիտեք ինչ հեղինակություն ունի Եվրոպայում ցավոք սրտի, հատկապես մոսկովյան շքերթին մասնակցելուց հետո դուք գիտեք, որ Եվրամիությունը սպառնաց չէ եւ իդեպ գիտեք կան տեղեկություններ, որ Եվրամիությունը ասենց ոչ թաքնված բավականին այսպես մեսիջ է հղել Սերբիային, որ դուք այլևս պետքա կողմնորոշվեք այդ ձեր այցից հետո, Վուչիչի այցից հետո մոսկովյան շքերթ Սերբիային եւ այդ մասին արտահայտվեց Սերբիայի, եթե չեմ սխալվում, արտգործնախարարը կամ ինչ որ նախարար, եթե չեմ սխալվում, ասաց, որ Սերբիային պարտադրվում է կողմնորոշում այլևս, հա։ Այսինքն, տեսեք, եւ գումարած այդտեղ Չեռնոգորիայի ներկայացուցիչ չասեմ, առանձնապես բան չի, գլխավոր մեծ հաշվով մեզ համար կարևոր հյուրը դա Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները, այլապես տեսեք, մեծ հաշվով մենք այդ համաժողովում ինչ պետք է անենք, մենք պետք է պատասխանենք Ադրբեջանին
նայած դու ինչի համար ես այդ համաժողովը հրավիրում։ Հիմա տեսեք, մենք այդ համաժողովը հրավիրել էինք հիմնավորելու ըստ էության, որքան ես եմ հասկանում, եվրոպացիներին, որ պետք է Ադրբեջանին համոզել փարատել իրենց մտահոգությունները, որտեղ իրենք ունեն մտահոգություններ սահմանադրության հետ կապված, պահանջներ եւ մտահոգություններ։ Եվ Հայաստանի վարչապետը փորձում է ներկայացնել, որ Հայաստանը փորձում է փարատել այդ մտահոգությունները Ադրբեջանի հետ կապված։ Եվ այդ իմաստով սահմանադրությունը շեշտեց գլխավորապես ԵԱԿ Միսկի խումբը, որից պատրաստ ենք հրաժարվել, բայց մեզ պետք է երաշխիք, որ Հայաստանի նկատմամբ տարածքային ամբողջականություն չունի Ադրբեջանը։ Այստեղ գալիս է, այո, այստեղ գալիս է հակասություն։ Եթե դու Ադրբեջանի մտահոգությունն ես ուզում փարատես, այդ դեպքում ոնց է Ադրբեջանը տարածքային պահանջ ներկայացնում Հայաստանի նկատմամբ, դա արդեն ուղիղ ագրեսիա է, դա մտահոգություն փարատել չի։ Դրա համար մենք էլի գտնվում ենք այս, ասում խախտված իրականության մեջ, որտեղ մենք պետք է հասկանանք ինչ ռազմավարություն ենք որդեգրում, ինչի համար ենք կանչում այդ համաժողովը, ինչ ենք ուզում ներկայացնել միջազգային հանրությանը։ Հիմա առաջին մասի ժամանակը սպառվելով, ես ուզում եմ ընդհանրապես մի հարցադրում անել եւ շարունակել այդ հարցադրումից։ Հիմա մի բան ասեմ ձեզ։ Կան պետություններ, որոնք իրենք ուժի դիրքից են խոսում այսօր, եւ կան պետություններ, ովքեր այսօր, օրինակ Ուկրաինայի պես պայքարում են իրենց անկախության սուվերենության համար, եւ նաեւ Հայաստանն է այսօր նույն կարգավիճակում տարբեր իհարկե այս պահի դրությամբ, բայց նույն պատերազմի վտանգը կա, Հայաստանն է պայքարում իր անկախության ու սուվերենության համար։ Հիմա այստեղ շատ կարևոր է մենք ինչ տակտիկա ենք, ինչ ռազմավարություն ենք, մարտավարություն եւ ռազմավարություն ենք որդեգրում այս իմաստով։ Ռետորական հարցս հետեւյալը, որից կշարունակենք։ Հիմա եթե Ուկրաինան ընկնի Պուտինի ոտքերը եւ ասի, մենք համաձայն ենք այդ տարածքները, ինչ որ կա անգամ այս 4 տարածքները տալիս ենք ձեզ, մենակ պատերազմը կանգնացրու։ Ինչ եք կարծում, Պուտինը կբավարարվի դրանով, կկանգնեցնի պատերազմը, թե ոչ։ Դա նույնիսկ Թրամփն է արդեն ասում, որ ոչ։ Շարունակենք։ Գնանք գովազդային դադարի։ Սերիալ ես փնտրում, տանդեմ սերիայի նոր էպիզոդն ես ման գալիս։ Դու դեռ փնտրում ես, մինչդեռ վիդեոն տապալվեց, գովազդը բացվեց, քեզանից գումար շորթեցին, իսկ դու դեռ հույսում ես։ Մինչ դու փնտրում ես հարթակներ առանց վիրուսների, անverջ սպասում ես, նյարդայնանում ես, իրենք արդեն սերիա 13-ի վերջն են։ Arflix պլատֆորմում մի փնտրիր, ուղակի դիտիր։ Դասամիջոց, տանդեմ, սոս ինձ, ընդամենը մի կյանք, կայսրության թևերը, շատ շուտով արդեն Vendetta, բաժանորդագրվիր հիմա եւ բացահայտիր սերիաների թեժ զարգացումները առանց սահմանափակումների։ Շաբաթական նոր սերիաները սպասում են քեզ անմիջապես Arflix-ում։ Մի կորի ֆեյքերում, մի փնտրի պատճեններ։ Բարի գալուստ Arflix։ Դիտիր իրականը, պարզ, որակով հասանելի։ Ոչ մի անհասկանալի կայք, ոչ մի վիրուս, ոչ մի վտանգավոր գովազդ։ Միայն զվարճանք, երբ դու ես ընտրում ինչ եւ երբ դիտել։ Arflix-ը դա այն հարթակն է, որտեղ ճիշտ ժամանցը հանդիպում է հայկական ինքնատիպության հետ։ Միացիր այսօր, աջակցիր քո մշակույթին, ընտրիր միայն լավագույնը։ Բաժանորդագրվիր հիմա 3w.arflix.com։ Մեր տաղավարում է Արմեն Չիբուղջյանը, մինչև գովազդային դադարը հարցադրում արեց պարոն Չիբուղջյանը, հիմա տեսնենք այդ հարցադրման պատասխանը։ Այո, եւ շատ կարևոր բան եմ հիմա ասում, տեսեք, Ալիևը Արևմտյան Ադրբեջան ասելով ես արդեն բացատրեցի, նա նախապատրաստում է հող Սյունիքի օկուպացիայից հետո միջազգային հանրությանը հիմնավորելու, թե ինչա ինքը օկուպացրել Սյունիքը եւ չի վերադարձնելու։ Իրականում եկեք ազնիվ լինենք, դա հիմար չի, նա դա է նախապատրաստում։ Այսինքն հիմա ինչի Պուտինի օրինակը բերեցի։ Պարզը չէ Պուտինը իր Թրամփն է խոսում, Պուտինը ամբողջ Ուկրաինան է ուզում, նա չի ուզում այդ տարածքները, այդ 4-5 տարածք իրան պետք ինքը տարածքի խնդիր չունի։ Այո, ասեց խելագարվել է, ասեց։ Հիմա բայց ինչն է հիմա դրա համար եմ ասում, այն ինչ որ Հայաստանի իշխանությունն են ստրատեգիան, որ հիմա կիրառում են, եւ իրանք ստիպված են այս խղճուկ ստրատեգիան կիրառել պայմանավորված իրենց տնտեսական քաղաքականությամբ, այսինքն տնտեսությունը թելադրում է իրենց վախվորացությունը, որտեղ կախվածությունը Ռուսաստանից մնում է սարսափելի։ Հիմա պատկերացրեք ուրիշ մի բան, այսինքն մենք համաձայն ենք, չէ, որ Ալիևին միայն ճնշման ստիպողաբար վախի, այսինքն Ալիևը պետք է վախեր ունենա, որ եւ մի բան էլ հասկանա, որ ռազմական ճանապարհով այլևս ինքը Հայաստանից որևէ տարածք փոխելու հնարավորություն երբեք չի ունենալու։ Այսինքն, երբ որ նա, այսինքն դա Հայաստանի վերազինումն է, կոնկրետ վերազինումն է,
Հայաստանի ուժեղ դաշնակիցներն եւ միջազգային ճնշումն է։ Ինչա պետք դրա համար բարձրացնել, եթե ինքը միջազգայնացնում է իրանց չեղած արևմտյան ադրբեջանցիների պատմությունը կեղծում, ուրեմն այս համաժողովում, ուրեմն ինչ պետք է աներ Հայաստանը։ Այն ինչ որ ասում ենք տարիներ շարունակ։ Պետք է անկեղծ լիներ Եվրամիություն գնալ, ոչ թե հիմա ասեին մենք չենք պատրաստվում դիմել, այլ անկեղծ գնացվեր դեպի Եվրամիություն, ԵԱՏՄ-ից դուրս գար, հապկից որքան է դա ռիսկային լիներ եւ որքան է դա հիմա Ռուսաստանը զբաղված է նա շատ տնտեսական բաներ է կիրառել, բայց Հայաստանի տնտեսությունը հատկան մեջ չի։ Դրանք կաներ եւ կունենային ասել, բայց զոհեր։ Հավատացեք չէին կունենա զոհեր, Մոլդովան, որ այնտեղ ռուսական զորքերը կողքը կանգնած է, անգամ ռուսական ազդեցության օլիգարխներին ուղակի վտարեց երկրից։ Բացարձակ այդպես չի։ Օրինակն էլ կա, այսի Ռուսաստանը այն վիճակում չէր, որ հիմա իդեալական պահեր դա անելու, իդեալական։ Եվ պետք էր գնալ դեպի Եվրամիություն։ Անկեղծ, օրինակ ասոցիացիան համաձայնագիր կնքել։ Ես ձեզ վստահեցնում եմ, այդ համաժողովին ամենաբարձր մակարդակով ներկայացած կլինեին եվրոպական լիդերները։ Ներողություն, բայց այսօր ինքը բարոն ասաց, որ դա շատ երկար ու դժվար process է Եվրամիությանը նույնիսկ ասոցիացվելու մասին համաձայնագիրը։ Եվրամիություն հասնելու Բարոն, այդպես ես լսեցի ասուլիսի ժամանակ այդպիսի բան չի ասել։ Ասուլիսի ժամանակ ասել։ Ես լսել եմ ամբողջ բրիֆինգը, այդպիսի բան չի ասել։ Վիզաների ազատական մասը ասուլիսի չէ, արդեն բան համաժողովին։ Չէ, ասոցիացիան համաձայնագիրը բարդ process չի, մենք հատկապես արդեն պատրաստ ունենք Եվրամիության անդամակցությունը, այո։ Անդամակցության մասին ես չեմ խոսում։ Անդամակցությունը ճանապարհ է, որը երբ որ դու ասոցիացվում ես արդեն, մենք համարյա պատրաստ ենք եղել դա ստորագրելու։ Ասոցիացիան համաձայնագիրը դա Եվրամիության անդամակցության առաջին քայլն է։ Անդամակցությունը կարող է 10 տարի հետո տևի, բայց երբ որ դու արդեն ասոցիացիան համաձայնագիրը կնքում ես, քո տնտեսությունը դու դառնում ես Եվրամիության մաքսային գոտու անդամ։ Հասկանում եք, այսինքն դա շատ արագ կարելի է կազմակերպել, որից հետո արդեն իրական քայլերից հետո եւ բացի դրանից բացել երկիրը արևմտյան ներդրումների համար։ Ինչը եւ Ֆրանսիան փորձում էր այսօր բարոն բացատրել իրականում այդ իր ամբողջ դիվը ասուլիսի ժամանակ, բրիֆինգի ժամանակ, հենց այդ էր փորձում բացատրել Հայաստանի եւ Ֆրանսիայի, այսինքն կապերի ամրապնդման, երկարաժամկետ պանելայինը դեռ չեմ հասցրել, կոնկրետ երկարաժամկետ համագործակցության մասին է խոսքը, շատ երկարաժամկետ մշակման եւ այսպիսի բաների մասին։ Բայց փաստը որ Ֆրանսիան ունել հիպատոսություն է բացում, այո, շատ կարևոր է։ Նորություն չի, դե գիտենք որ պետք է բացի Գորիսում հիպատոսություն, Սյունիքում։ Չէ, շուտվա բան է դա։ Հիմա տեսեք, այսինքն դե ինչն էր խնդիրը, երբ որ Հայաստանը աներ անկեղծ քայլեր, նոր դաշնակիցներ ձեռք բերեր։ Դրանից հետո Ալիևը արդեն կհասկանար, որ գործ ունի Եվրամիություն գնացող պետության հետ, որից ինքը ուղղակի տարածք փոքր չի եւ Հայաստանի սահմանը դառնում է Եվրամիության սահման։ Եվ արդեն ասոցիացիան համաձայնագիրը կնքելուց հետո Հայաստանի սա կստացվեր, որ ինքը օկուպացրել է Եվրամիության մաքսային գոտու սահմանը։ Եվ դա իր վրա թանկ կնստեր, ես ես վստահեցնում եմ։ Սա է ամբողջ հարցը, որ մենք պետք է ճնշման քաղաքականություն, պարտադրանքի քաղաքականություն, բարձրացնենք Արցախայերի վերադարձի հարցը ոնց է անում է։ Հիմա տեսեք, ընդամենը ինչ արեց Փաշինյանը թեթև ակնարկեց տարածքային պահանջների մասին, շատ թեթև, եւ Միրզոյանը ակնարկեց էթնիկ զտման մասին, էլի թեթև, ոչ թե կոնկրետ։ Այն դեպքում, որ այդ լկտի հայտարարությունից հետո Ալիևի Փաշինյանը այսօր կենտրոնել, որ Ալիևը մարդկության դեմ հանցագործություն է գործում, կեղծելով պատմությունը, մի ամբողջ ժողովրդի զրկելով, կեղծիքով զրկելով հայրենիքից, հա? Այսինքն միայն ճնշումը եւ ռազմական ճանապարհով հզորացումը կբերի, որ Ալիևը հակառակ դեպքում որևէ ուզում ես համոզի, ինչի Ալիևը չի հասկանում, որ մեր սահմանադրությունը, իր սահմանադրությունը ավելի մեծ տարածքային պահանջ է պարունակում։ Իհարկե հասկանում է, բայց ինքը թքած ունի։ Ինչպես եւ Պուտինը թքած ունի։ Դրա համար Զելենսկին, երբ որ Տրամփին ասում էր, որ ձեր լռությունը բերում է Ռուսաստանի լկտիացմանը, հասկանում եք, դրա համար էր ասում եւ դեմ էր տալի, որ ասում էր մենք ամեն ինչ արեցինք ձեր պահանջները, 30-օրյա հրադադարեցիք, ընդունեցինք, ասեցիք բանակցի, ես անձամբ գնացի Թուրքիա, որ բանակցեմ, չէ՞։ Բայց դրանից հետո ինչ է անում Պուտինը։ Դու լռում ես Պուտինը բան։ Եվ Տրամփը վերջապես հասկացավ, որ դա մենակ Զելենսկին էլ ընդգծում է, որ դրանով Պուտինը վարկաբեկում է Տրամփին։ Հրետակոծում են ու հերթական զոհեր ու ավերածություններ։ Եվ աննախադեպ։ Աննախադեպ։ Դե տեսնում եք, ասածս էլ հենց դա է, այդպես խոսելը փրկություն չի։ Ահա, բայց ես էլ եմ այդ ասում։ Ես էլ եմ այդ ասում, խոսելը փրկություն չի, գործելա պետք։ Եվ այս իմաստով Զելենսկին ձեր ասած դուք համաձայն եք, որ Զելենսկին այդպես կոպիտ խոսում է այդ մասին, այդ ամեն ինչը, իսկ Հայաստանի Հանրապետության իշխանությունը չի խոսում։ Չի խոսում, այո, պետքա խոսել։ Պետքա խոսել։ Խոսելու արդյունքում էլ տեսանք ռմբակոծությունները վերջին։ Հասկացա, բայց իսկ եթե չխոսեր չէր լինի, իհարկե լինելու էր։
Իհարկե լինելու էր, որովհետև Պուտինին նպատակ, Տրամպը ասում է Պուտին, Տրամփն էլ է դա ասում, բայց Տրամպը չի ասում։ Չէ, Տրամպը ուրիշ բան, տեսեք, Տրամպը գրեց դա, որովհետև երկու բանի պատճառով։ Համար 1, ասեմ ձեզ, դա ընդհանրապես կապ չունի, Տրամպը ինքը փաստեց, ասես մեկը Պուտինը ամբողջ Ուկրաինան է ուզում վերցնի։ Հակառակը այդ ռմբակոծությունները ինչ որ միտեղ կարող անգամ հիմա զսպվում է, որովհետև Պուտինը շտապում է վերցնի ամբողջ Ուկրաինան, շտապում է Պուտինը։ Հիմա ուրիշ բան ասեմ ձեզ, երկու պատճառ ունի, սա էլ բացատրեմ, որ հասկանալի լինի։ Համար 1, Զելենսկին Տրամպը ինչ որ ժամանակացույց ունի, որով փորձում է հասկանալ Պուտինը արդյոք գնում է բանակցությունների թե չէ կամ հնարավոր է սենց ստիպել Պուտինին բերել։ Երկրորդը, բայց Զելենսկին ինչ է անում, արագացնում է նրան, ընդգծում է, որ Պուտինը քեզ արհամարում է, ինչը բնականաբար չի բարձրացնում Տրամպի վարկանիշը աշխարհում, պարզ է, չէ՞, եւ Զելենսկին ճիշտ է անում այդ առումով, որ ընդգծում է Տրամպի, որ ցույց է տալի, որ Տրամպը անգամ իր խոսքը չի պահում այս իմաստով, հա։ Եվ երկրորդ կարևոր բանը, որ Տրամպը արեց, ինքը շատ կոշտ քննադատեց Պուտինին, ասեց դու ոչինչ հասնելու ես Ռուսաստանը, եթե ցանկանաս վերցնել ամբողջ Ուկրաինան։ Բայց հետո ժամանակել ասում էր ոչինչ հասնելու ես Ուկրաինան, եթե շարունակես այսպես խոսել Զելենսկիին։ Չէ, այստեղ բան չի, լրջագույն բան կա, այդ սաղ բացատրելի է։ Երկրորդը ինչի արեց, նա էլի տեղ թողեց Պուտինի համար, երբ որ սկսեց քննադատել, վերջում էլ ձևական քննադատեց Զելենսկին, էլի տեղ թողեց Պուտինին բանակցությունների համար։ Ասում են, որ ուկրաինացիներն են ասում, որ պատրաստվում են Պուտին-Զելենսկի հանդիպմանը։ Չէ, նրանք ցույց են տալիս, որ մենք պատրաստ ենք ուղղակի, այդպիսի բան չկա, որ այսինքն լուրջ բան չկա դրա տակ, բայց իրանք ցույց են տալի միջև այլ Տրամփին, որ իրենք պատրաստ են դրան։ Լավ, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Վաղը կհանդիպենք հարգելի հեռուստադիտողներ, իսկ այսօր մեր ծրագիրն ավարտվեց, ցտեսություն։ Հաջողություն։